Ողջույն, այսօր ուզում եմ մի հետաքրքիր թեմայի մասին խոսել, ինչպես ճիշտ ընտրել տոնային քսուկ, որպեսզի հետո չզղջաք ձեր կատարած գնման համար։ Այսօր հենց այդ թեմայի մասին եմ խոսելու, որովհետև կարծում եմ մեզանից շատերի պարագայում եղել է այնպիսի իրավիճակ, երբ խանութում տեսնում ենք գեղեցիկ փաթեթավորմամբ տոնային քսուկ, լսում ենք, որ այն լավն է, գնում ենք, իսկ հետո տանը հասկանում ենք, որ սա բոլորովին մեզ հարմար չէ։ Այստեղ ամենակարևորը այն չէ, թե որ ապրանքանիշի տոնային կրեմն է լավը, այս տեսանյութը դրա մասին չէ։ Պարզապես ես իմ փորձից ելնելով ուզում եմ պատմել կրեմների լավ եւ վատ կողմերի մասին եւ ուզում եմ պատմել, թե որոնք են այն հատկանիշները, որոնց պետք է ուշադրություն դարձնել։ Ամենակարևոր հարցն այն է, թե ինչպիսի մաշկ ունենք մենք, որովհետև այն տոնայինը, որը մեկ մարդու համար կատարյալ է, կարող է լինել բոլորովին անհարմար մեկ ուրիշի համար, այսինքն կարող է ոչ թե հարթ դարձնել մաշկը, այլ ընդհակառակը տգեղ փայլ տալ եւ այլն։ Ես օրինակ ունեմ կոմբինացված մաշկ, բայց ավելի շատ դեպի չորն է հակված։ Եվ հենց այդ պատճառով ես ուշադիր եմ ընտրում տոնային քսուկը։ Եթե դուք եք մտածում, որ ունեք կոմբինացված մաշկ, այսինքն կարող եք դրանում համոզվել, տարբեր ձևեր կամ փնտրեք համացանցում եւ հասկացեք կամ միանգամից հարցրեք ձեր կոսմետոլոգին, նա միանգամից կկարողանա ասել, թե ինչպիսի մաշկ ունեք։ Այնպես որ եթե ունեք կոմբինացված մաշկ, բայց չգիտեք իրականում ինչ վիճակում է ձեր մաշկը, առաջին հերթին պետք է մի փոքր հետևեք դրան, օրինակ, եթե լվացվելուց հետո դեմքը ձգվում է, որոշ հատվածներ չորանում կամ թեփոտվում են, հնարավոր է մաշկը չորության հակում ունի։ Եթե քիթը, ճակատը կամ կզակը արագ են փայլում, բայց այտերի հատվածը նորմալ կամ չոր է, ավելի շատ այս պարագայում խոսքը կոմբինացված մաշկի մասին է, իսկ եթե գրեթե ամբողջ դեմքը արագ փայլում է եւ յուղոտվածության զգացողություն կա, այս պարագայում ամենայն հավանականությամբ մաշկը յուղոտ է։ Այս փաստերը շատ կարևոր են տոնային քսուկ ընտրելիս։ Տոնային քսուկ ընտրելիս մենք պետք է հաշվի առնենք ոչ միայն դրա գույնը, երանգը, այլև այն հանգամանքը, թե ինչպիսի տեսք կամ զգացողություն ենք ունենում, երբ այն քսում ենք մաշկի վրա։ Ես օրինակ չեմ սիրում այն տոնայինները, որոնք դեմքի վրա շատ ծանր են զգացվում կամ ընդգծում են չոր հատվածները։ Իսկ հիմա ուզում եմ խոսել այն տոնայինների մասին, որոնք անձամբ եմ օգտագործում եւ որը բավական լավ է աշխատում։ Խոսքը օրինակ Art Deco-ի մասին է։ Art Deco-ի տարբեր տոնային քսուկներ ունեն տարբեր բանաձևեր, այնպես որ այստեղ պետք է ուշադրություն դարձնել կոնկրետ արտադրանքին։ Օրինակ այս մեկը, այս foundation-ը նախատեսված ավելի հարթ, լուսավոր տեսք ստանալու համար ունի ուժեղ ծածկողականություն եւ երկարատև է մաշկի վրա մնում։ Արտադրողը նաև նշում է, որ այն հարմար է զգայուն մաշկի համար եւ ունի յուղազերծ բանաձև։ Ինձ համար դրա լավ կողմերից մեկն այն է, որ ճիշտ քանակությամբ օգտագործելու դեպքում կարելի է ստանալ բավական գեղեցիկ եւ հարթ մաշկ։ Իհարկե այստեղ կա մի բայց, եթե մաշկը շատ չոր է կամ լավ խոնավացված չէ, նույնիսկ լավ տոնայինը կարող է գեղեցիկ չերևալ ձեր դեմքի վրա, այնպես որ շատ կարևոր է նաև խոնավացնողը քսելը։ Հերթականությունը այսպիսին է, առաջին հերթին պետք է քսել խոնավացնող քսուկը, եթե երեկոյան ժամի չեք դուրս գալիս, արևոտ ժամերի, ապա երկրորդը պետք է օգտագործել արևապաշտպան քսուկ, իսկ երրորդը նոր արդեն տոնային քսուկը։ Երբեմն մարդիկ մտածում են, որ ահա այս տոնայինը վատ է, պիտանի չէ կամ վատ է արտադրված, բայց իրականում խնդիրը կարող է լինել այն, որ մաշկը նախապես բավարար չեք խոնավացրել։ Ինձ համար այս քսուկներից ավելի պակաս կարևոր չէ նաև խոնավացման պրոցեսը, խոնավացման համար ճիշտ կրեմներ ընտրելը,
հետագայում նաև այլ տեսանյութ կպատրաստեմ խոնավացնող քսուկների մասին։ Ուզում եմ խոսել նաև L'Oreal-ի մասին։ Ես L'Oreal-ի տոնային քսուկ նույնպես գնել եմ եւ անկեղծ ասած այն ինձ ընդհանրապես չհամապատասխանեց։ Ինձ խորհուրդ էր տվել ընկերուհիս, որ գնեմ, բայց բոլորովին ինձ չհամապատասխանեց։ Գուցե կան մարդիկ, որոնք շատ են սիրում այս քսուկը եւ իրենց մաշկին համապատասխան է։ Ես այդ հարցը չեմ քննարկում, բայց իմ փորձը լրիվ բացասական էր։ Ինձ դուր չեկավ, թե այն ինչպես էր երևում իմ մաշկի վրա։ Այդ պատճառով պարզապես չկարողացա օգտագործել այս քսուկը, բայց մի բան էլ ասեմ, եթե անգամ դուք որոշ քսուկներ գնում եք եւ ձեր դեմքին չի համապատասխանում, կարող եք փորձել խառնել մեկ այլ քսուկի, այս տարբերակը որոշ դեպքերում աշխատում է։ Այնպես որ եթե ասում եմ L'Oreal-ի քսուկը ինձ չի համապատասխանում, ես ամենևին այս պարագայում չեմ նշի, որ վատ արտադրանք է։ Ուզում եմ անդրադառնալ մի կարևոր փաստի։ Ինչ է նշանակում վեգան տոնային քսուկ։ Հաճախ տուփերի վրա գրված է ու մարդիկ երբեմն ուշադրություն չեն էլ դարձնում։ Պարզ ասած, վեգան կոսմետիկայի մեջ չեն օգտագործվում կենդանական ծագման բաղադրիչներ։ Այսինքն, վեգան նշումը վերաբերում է արտադրանքի բաղադրությանը եւ այն փաստին, թե ինչ ծագում ունեն օգտագործված բաղադրիչները։ Օրինակ, Art Deco-ն իր տեսականում մի շարք արտադրատեսակներ հենց ներկայացնում է որպես վեգան քսուկներ եւ դրանց թվում է նաև իմ այս քսուկը, բայց այստեղ մի կարևոր հանգամանք կա. վեգան չի նշանակում ավտոմատ կերպով ավելի լավ է մաշկի համար։ Ուրեմն, եթե ձեզ համար կարևոր է, որ ձեր օգտագործած կոսմետիկան լինի վեգան, անպայման կարելի է ուշադրություն դարձնել այդ նշմանը, բայց եթե ձեզ համար ամենակարևորը մաշկի վրա քսուկի լավ գեղեցիկ երևալն է, ապա վեգան բառով ընտրություն կատարել պետք չէ։ Եվ վերջապես հասկանանք, թե ինչպես պետք է տոնային քսուկ ընտրել։ Եթե ուզում եք պարզապես հավասարեցնել մաշկի գույնը եւ ստանալ բնական տեսք, ձեզ կարող է բավարարել թեթև ծածկույթը։ Իսկ եթե ցանկանում եք թաքցնել ավելի շատ անհարթություններ, ապա կարող եք ընտրել միջին կամ ավելի բարձր ծածկույթ։ Նորից եմ ուզում կրկնել, վեգանը վերաբերում է բաղադրությանը, կենդանական ծագման բաղադրիչների բացակայության մասին է խոսում վեգան լինելը։ Եվ պետք է հիշել, որ շատ բարձր ծածկույթը միշտ չէ, որ նշանակում է ավելի լավ տոնային քսուկ։ Երբեմն շատ հաստ տոնայինը կարող է ավելի շատ ընդգծել մաշկի բնական հյուսվածքը կամ թերությունները, որոնք տվյալ պահին առկա են մաշկի վրա։ Անձամբ ես ավելի շատ ուշադրություն եմ դարձնում այն փաստին, թե վերջնական փուլում մաշկը որքան բնական է երևում։ Տոնային քսուկը գնելիս պետք է այն փորձել ծնոտի հատվածում, ոչ թե ձեռքի, ինչպես հաճախ անում են մարդիկ։ Եթե հնարավոր է տեսնել բնական լուսավորության պայմաններում, ապա փորձեք հենց բնական լուսավորության պայմաններում, որովհետև խանութի արհեստական լույսի տակ գույները կարող են խաբուսիկ լինել։ Մեկ այլ կարևոր հանգամանք էլ կա՝ միշտ ապեք գնել միայն այն պատճառով, որ առաջին անգամ քսելու պահին այդ տոնայինը շատ գեղեցիկ թվաց։ Փորձեք հասկանալ, թե այն ինչպիսին կերևա մոտ 1 ժամ անց, արդյոք մաշկը կսկսի փայլել, արդյոք չոր հատվածները կընդգծվեն, արդյոք տոնայինը կհավաքվի, թե չի հավաքվի քթի կամ աչքերի շուրջ։ Սրանք կարևոր հարցեր են եւ անշուշտ պետք է ուշադրություն դարձնել բաղադրությանը, անպայման կարդացեք, թե ինչ բաղադրություն ունի տուփի վրա եւ ոչ միայն ստվարաթղթե տուփի վրա, այլև սովորաբար նաև հենց տոնային քսուկի ետնամասում գրված է լինում, թե ինչ բաղադրություն ունի։ Եվ վերջում ուզում եմ ասել մի կարևոր բան՝ մի փնտրեք աշխարհի ամենալավ տոնային քսուկը, կամ բազմաթիվ բրենդային քսուկներ, որոնք թանկարժեք են, բայց պարզապես կարող են չհամապատասխանել ձեր մաշկին։ Օրինակ, իմ պարագայում Art Deco-ն այն տարբերակներից է, որը ինձ համապատասխանում է քիչ թե շատ։ Իդեպ ես Rival կրեմն եմ փորձել եւ այն ինձ էլի չի համապատասխանում։ Ես այն օգտագործում եմ խառնելով Art Deco-ի հետ։
Այնպես որ սա կոսմետիկայի հետաքրքիր մասերից մեկն էլ այն է, որ այո, որոշ քսուկներ կարող են մեկի համար լինել հիանալի, մյուսի համար ավելի անհաջող ընտրություն կարող է լինել։ Այնպես որ քսուկներ ընտրելիս, եթե խանութում հնարավորություն կա, կարող եք փորձել քսուկը, նույնիսկ գնալ պտտվել 1 ժամ հետո տեսնել այդ կրեմը ինչպես ազդեց ձեր դեմքի վրա, փայլ կա թե ոչ, բնական է երևում մաշկի վրա թե ոչ, գուցե ալերգիկ ռեակցիաներ լինեն եւ նոր միայն այս բոլորը հասկանալուց հետո միայն կարող եք գնել քսուկը։ Եվ վերջում ուզում եմ կրկնել, որ անպայման քսուկ ընտրելիս կարդացեք դրա բաղադրությունը, որովհետև քսուկը կարող է հիանալի տեսք ունենալ ձեր մաշկի վրա, բայց ունենալ բաղադրություն, որը մեղմ ասած ցանկալի չէ ընտրել։